Սիրելիներ, ողջույն, վերջապես ներկայացնում եմ համեղագույն միկադոյի բաղադրատոմսը։ Ձուն և շաքարավազը միասին լավ երկար խառնում ենք, որպեսզի ծավալով մեծանա և փրփրի, ավելացնում ենք կիսահալած կարագը և շարունակում ենք լավ հարել։ Թթվասերի վրա ավելացնում ենք սոդան, քացախը, լավ խառնում ենք, որպեսզի փրփրի, հանգի սոդան և ավելացնում ենք մեր ձվի և կարագի խառնուրդին, շարունակում ենք հարել։ Անպայման մաս-մաս ենք ավելացնում ալյուրը և ընթացքում խառնում ենք, ալյուրը նախորդ փոստում եղած ալյուրային խառնուրդն է։ Երբ խմորը արդեն բավականին պնդացել է, շարունակում ենք հունցել ձեռքերով, մինչև ստանանք ձեռքերին և թասին չկպնող խմոր։ Խմորը բաժանում ենք 7-ից 8 հավասար գնդերի և յուրաքանչյուրը սկսում ենք կրկնակել։ Լիստերի ձևը և հաստությունը կարող եք ընտրել ինքներդ, բայց 1-ից 2 մմ հաստությունը բավական է։ Շատ զգուշությամբ կրկնակի օգնությամբ տեղափոխում ենք յուղաթերթի վրա և թխում ենք ջեռոցում։ Կարագը լավ հարում ենք, որպեսզի սպիտակի, ավելացնում ենք եփած խտացրած կաթը, կակաոն և լուծվող սուրճը։ Շարունակում ենք լավ հարել և երբ լիստերը հովացել են, քսում ենք կրեմը։ Մի քանի ժամ էսպես թողնում ենք, որպեսզի լիստերը ներծծեն կրեմը։ Այդ ընթացքում քերում ենք շոկոլադը և ցանում։ Եվ ահա առանց գլուտեն և առանց լակտոզը միկադոն բարի ախորժակ։